Նկարի հետ կռիվ են տալիս։ Ամոթ, 1000 ամոթ։ Նկարի հետ է արդեն կռվում իշխանությունը։ Սամվել Կարապետյանի լուսանկար պաստառների դեմ սկսված արշավը հասել է Տաշիր առևտրի կենտրոն։ Բռնություն է կատարում ինքը բոլորի վրա։ Մենք ազատ չենք, տենց հասկացանք։ Այդ ճիվախին բերեցինք, որ այսպես ապրենք, այդ ճիվախին։ Քաղաքապետարանի աշխատակիցները ազատություն բառից են սկսել ապամոնտաժել պաստառը։ Դա իրանց խանգարումը, այդ բառը իրանց շատ է խանգարում։ Ազատությունը գոռալով եկան, չէ՞։ Դե հենց այդ բառն են ուզում են վերացնեն արդեն։ Դե մենք բա ինչ ազատ երկրի մեջ ենք։ Ազատությունը չէ պետք Սամվել Կարապետյանին։ Իմ կարծիքս, ուրիշը ինչ կարծիք ունի, չգիտեմ, ամեն իր կարծիք ունի։ Եթե ամեն իրեն կարծիքին պատասխան պետք է էս ծևի դա, դե ուրեմն անիմաստ է, ասենք անկախ երկիր ենք։ Ազատություն չունի Հայաստանում եկեղեցու կողքին կանգնող քաղաքացին։ Ուզում ես վաղին ձել տանեն, բան, ինչ ազատություն, այս վերջի մի ամսում ինչ ազատություն։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Սամվել Կարապետյանին։ Եկեղեցից իր կեղտոտ թաթը պետքա ինքը ձեռ չտա իր կեղտոտ թաթը։ Մարդը իրեն կարծիքը ասել է, որ ինչ, մարդը դե ուրեմն մենք ազատ երկրի մեջ չենք, ուրեմն սովետի ժամանակն ենք էլ։ Ազատություն Սամվել Կարապետյանին գրությամբ պաստառը արտաքին գովազդ է համարում քաղաքապետարանի գովազդի վարչության պետը։ Պարզաբանում քաղաքական ենթատեքստով գովազդները հեռացնում են, քանի որ հիմա քաղաքական գործընթացներ չկան։ Կամ քաղաքական գովազդ է, կամ արտաքին գովազդ է, սկսել արտաքին գովազդ է։ Հիմա այս բան քաղաքական որևէ գործընթաց չկա, հետևաբար ինքը արտաքին գովազդ է։ Մնացած հարցերը քննեմ լրատվական։ Ապամոնտաժում են այն մարդու նկարը Անձինս Կարապետյանի, ովքեր կանգնած են հայ առաքելական եկեղեցու կողքին, ովքեր հայամետ են եւ ովքեր չեն ուզում կործանվի Հայաստանի Հանրապետությունը, ինչպես Արցախը կործանեցին։ Թող պատրաստ լինի բոլոր մեր հայրենակիցները, որոնք որ իրենց հայացքներով կնդիմանան, որ Հայաստանը արժանանա Արցախի ճակատագրին, պատրաստ լինեն բանտարկվելու, պատրաստ լինեն իրենց հայացքների համար իրենց մեքենաները այրելու, իրենց հետ վատ բաներ լինելու, ամեն ինչի պատրաստ եղեք։ Քերելու առարկայի են վերածել բիզնեսն ու մասնավոր ոլորտը, գրում է Սամվել Կարապետյանը իր նամակի 8-րդ մասում։ Գործարարի կարծիքով օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը դարձել է անհետաքրքիր ու անհեռանկարային երկիր։ 12 օր կալանավորված Սամվել Կարապետյանը խոստանում է Հայաստանը դարձնել բարեկեցության երկիր, որտեղ աղքատություն բառը կմնա անցյալում եւ հանրային դաշտը կմաքրվի հայհոյախառ նախբից։ Մենք իրան սիրում ենք, հարգում ենք եւ ինքը մեր ոնց ասած, մեր ինչա, ոնց ասեմ, մեր հերոսն է հիմա, փաստորեն Սամվել Կարապետյանը մեր հերոսն է։ Տաշիր առևտրի կենտրոնի մոտ միայն մեկ քաղաքացի հանդիպեցինք, որ դրական է համարում Կարապետյանի լուսանկարով պաստառի ապամոնտաժումը։ Ես համարում եմ, որ ընդհանրապես պետք է թույլ չտային, որ դնեն։ Ես այդպես եմ կարծում, որտեվ ինչ է նշանակում ազատություն, կոնցլագերում չի այն մարդ։ Թող պատասխանի իր բարերի համար, 2 ամիսա դուրս կգնա իր միլիոնները կվայելի։ Չունեմ կարծիք, որտեվ ստե անօրինական երկիր է։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։